Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Այսօր բավական թեժ էր խորհրդարանում արտահերթ նիստը, որտեղ ընդգրկված էին մի շարք աղմուկ հանած նախագծեր, սկսվել է դիտողությամբ։ Այսօր նաև Հայաստան խմբակցության Սերան Օհանյանի ծննդյան օրն է, եւ պարոն Օհանյանին նույնպես շնորհավորում ենք, չնայած ինքը դահլիճում չի եւ ես գիտեմ ինձ տեղեկություններ է արդեն որորդ անգամ տրամադրում, որ առողջական խնդրի պատճառով, բայց միևնույն ժամանակ առիթ օգտագործելով ուզում եմ տեղեկացնեմ, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով ես չեմ կարող անընդհատ դրանք հարգելի համարեմ եւ խնդրում եմ նման աշխատելավոճից հնարավորինս զերծ մնալ եւ առողջություն ենք ցանկանում պարոն Օհանյանին։ Ինչու է հետի ազգայնացման նախագիծը խորհրդարան բերվել, արտահերթով ընդդիմադիրները պնդում են, որ արագացված ռեժիմով չի կարելի ռազմավարական նշանակության հարց քննարկել։ Բացի այդ, բուն գործընթացը բացասական ազդեցություն է ունենալու երկրի ներդրումային միջավայրի ու վարկանիշի վրա։ Նախագծով խախտվում են նաև սահմանադրական մի շարք կարգավորումներ։ Սա միայն Սամվել Կարապետյանի վերաբերող հարց չէ, այստեղ Կարապետյանի ֆիգուրը որպես անվիճելի հեղինակություն է առաջին պլան բերվում, մյուսներին ազդանշան ուղարկելու առայն, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեցրկելու, ազատությունից զրկելու կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։ Այս նախագիծը կրկնում եմ գործընկերներից ասածը, մեկ բանի մասին է, ցանկացած գործարար ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները։ Մարդիկ, որոնք 1-2 ամիս առաջ կերազեին Սամվել Կարապետյանին բարևել, այսօր Սպայդերմենի շորերը հագած մեծ ելույթներ են այստեղից ուզում ունենալ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, թե միջազգային վարկի վրա ինչպիսի ազդեցություն է ունենալու սա, ներդրումային միջավայրի վրա, արբիտրաժային դատարանում ինչպիսի արդյունքներ կլինեն, որ սեփականության իրավունքներն են խախտվում, բայց սիրելի հայրենակիցներ, սիրելի 1 միլիոն բաժանորդներ, երբ որ այս իշխանությունները ստանձնեն կառավարումը, պետականացնեն հեծը, ձեր էլեկտրաէներգիան թանկանալու է։ Ընդդիմադիր թեզ համար 1. Սամվել Կարապետյանը ի պաշտպանություն եկեղեցու արել է հայտարարություն եւ դրա համար նրա հետ անում են սա, նա։ Եթե նկատի ունեն, որ Սամվել Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել սա նա անելով, պետք է պարզաբանել, որ եկեղեցուն պաշտպանելու համար ոչ ոք ոչ մեկի մեղադրանք չի առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մենք մեր ձևով կմիջամտենք արտահայտության եւ դրա հարակից կոնտեքստների համար։ Հաջորդը պնդում ու սա դասական մանիպուլյացիա է, էլի, այսինքն անընդհատ կրկնում են, մի ընդհատեկից, անընդհատ կրկնում են եկեղեցուն պաշտպանելու արտահայտության համար։ Բոլորը ազատ են պաշտպանել եկեղեցուն, չնայած պաշտպանության կարիք չունի եկեղեցին, շանց եթե ավելի հեռուն գնանք, ունի պաշտպանության կարիք եկեղեցի բաներից, ուխտազանցներից եւ տերորիստներից, բայց դա այլ թեմա է։ Հետի թեման քննարկվել է նաև խորհրդարանի միջանցքներում։ Ռուստամ Բաքոյանն է պարզաբանել, թե ինչու է նման որոշում կայացվել։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով է դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայեք հետո կարտահայտեք, բայց հարցեք տվել, հարցեք տվել։ Պատասխանեք հարցին։ Անջան, ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա մեկ։ Անջան, կլինի, որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի, որ դուք լսեք։ Կլինի, որ լսեք, խնդրում եմ, կլինի, որ լսեք։ Դուք նոր էմոցիաներից կլսեք պատասխանը։ Դե խնդրում եմ, լսեք, հարցեք տվել, բարի եղեք, լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ
այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են։ Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին։ Այն հիմնված է Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա։ Այս համաձայնագիրը ներդրողներին իրավունք է տալիս դիմել միջազգային արբիտրաժ, եթե նրանց իրավունքները խախտվում են պետության կողմից։ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և Հայաստանում նրա բիզնեսի դեմ վարչապետի սկսած արշավի պատճառով։ Հովիկ Աղազարյանի համար անակնկալ էր Միքայել Աջապահյանի մերժումը որպես ընդդիմության վարչապետի թեկնածու։ Նա հնարավորությունը կորցրած չի համարում, կարծում է պետք է խնդրել ու համոզել, որ ընդունի այս առաջարկը։ Ես նորից եմ ասում, անհավատս շատ մեծ հարգանքով եմ լսված իր նկատմամբ ինքը զբաղեցնելով այդպիսի կրկնեք բարի համար ռուսերեն նիշա զբաղեցնելով հասարակության մեջ ինքը ուղղակի իրավունք չունի հրաժարվելու։ Խոսքը գնում է ընդամենը 6-7 ամսվա վարչապետի տեղափոխության մասին։ Ինքը այն մարդն է փաստորեն, որի շուրջ վարկենական կոնսոլիդացիան առաջացավ։ Վարկենական ըստ էության, եթե գնահատենք քաղաքական իմաստով, կոնսոլիդացիան առաջացավ։ 6 ամս լինում է 6-7 ամս լինում է վարչապետ, ինչ է լինում, հավասարակշռված քաղաքական ուժերը ներկայանում են իրենց ծրագրերով ժողովրդի առաջ և 26 թվականի հունիսին ձևավորում է նոր նորագույն պատմության մեջ լեգիտիմագույն իշխանությունը։ Որևէ մեկը չի ներխուժել վեհարան, պնդում է Ալեն Սիմոնյանը, նրա խոսքով Միքայել Աջապահյանը փախել և թաքնվել է ներսում, սակայն շոու ապահովել չի ստացվել։ Այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար, ես կնստեմ ավտոն, հետո ինձ չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոտքով կգնամ, դե լավ եկեք հերիքա ոտքով գնամ, բանով մեքենայով կգամ, եթե դերասանություններ ուզում եմ հասկանալ։ Բայց եթե փախչելու ներողություն, փախչելու միտում ունենար, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն որոշում։ Փախչելը մենակ գնալ թաքնվելով չի, պարզա չէ, որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է, իմաստը մարդկանց հրահարելն է, տեսեք հիմա ինչ է կատարվում։ Մենք ասում ենք այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել, ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերստում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում։ Սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ դրանք շոու անել չգիտեն։ Նաև այն ամենը ինչ։ Ես կլինի հերթով, Դուք անմեղության։ Մի րոպե։ Սիրիր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ, այս գրառումով է սկսել Facebook-յան օրը Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ էլ նա գրել էր, որ սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատությանը նույն կերպ է արձագանքելու։ Եթե կլինի հայոյանք եւ վիրավորանք, արձագանքելու է նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքի հարգանքով, կամ հանրային կոնսենսուս կլինի, կամ կլինի խոտորնակին խոտորնակ։ Բոլորին, այդ թվում Փաշինյանին, սթափվելու կոչ է արել պատգամավոր Գեգամ Նազարյանը, նրա խոսքով պետք է մի կողմ թողնել կաթողիկոսին վեհարանից հանելու կոչերը։ Կաթողիկոսին վեհարանից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի շարունակական նկրտումն։ Ես չեմ քննարկում, չեմ մեկնաբանում ու այդ թեմայի մեջ ես չեմ մտնում, բոլորին է կոչ եմ անում սթափվել ու հետ կանգնել այդ թեմաներից։ Այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորին։ Զանգվածային ծեծկրտուկ Մոսկվայի մարզում կառուցվող բնակելի համալիրի տանիքում տեսանյութում երևում է, որ կռվի մասնակիցներից մի շինարարի մոտ ամրաններ են եղել։ Ըստ լրատվամիջոցների կռվի ժամանակ 6 աշխատող վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Շինարարական ընկերությունը որոշել է ազատել ագրեսիվ աշխատակիցներին։
Հնդկաստանում սողանքի հետևանքով 5 հարկանի շենք է փլուզվել։ Դեպքը տեղի է ունեցել Շիմլա քաղաքում։ Շենքի բնակիչները նախապես տարհանվել էին։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է իրավապահ համակարգը եկեղեցական գործիչների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց եւ կալանքից բացի այժմ զբաղված է նաեւ նրանց շրջապատի ներկայացուցիչների գույքերի ուսումնասիրությամբ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ստուգվում են այն անձանց ունեցվածքները, ովքեր այս կամ այն կերպ առնչվել կամ կապ են ունեցել կալանավորված երկու եպիսկոպոսների հետ, թե ինչով կավարտվի փնտրտուքի այս գործընթացը դեռ վաղ է ասել, սակայն արդեն մեկնարկել են լայնածավալ որոնումներ, թե ով ինչ ունի, ինչպես, երբանից։ Հիշեցնենք, որ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանին առաջադրվել է մեղադրանք, ահաբեկչություն, զանգվածային անկարգությունների կազմակերպում եւ իշխանության զավթման փորձ։ Մի ժամկետանց փաստաթղթի հիման վրա նա գտնվում է կալանքի տակ։ Կալանավորված է նաեւ Միքայել arczepiskopos Աջապահյանը, ում դեմ քրեական հետապնդման հիմքերից մեկը եղել է 2 տարի առաջ հունիսին արված հրապարակային խոսքը։ Այն է, անհրաժեշտություն կա ռազմական հեղաշրջում իրականացնել Հայաստանում փրկելու մեր երկիրը դավաճաններից։ Նույն իշխանազավթման մեղադրանքով կալանքի տակ է նաև հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը, որը հայտարարել էր, թե եկեղեցու կողքին է եւ իր ձևով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը։ Հրապարակը գրում է հունիսի 29-ից 30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում միջազգային կոնֆերանս է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել Հայաստանից եւ արտերկրից գիտնականներ։ Նիստը առավոտից բնականon հունով ընթացել է մինչեւ այն պահը, երբ հայտարարվել է, որ բանախոսելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը ինքնությունը ճգնաժամի պահին թեմայով։ Նրա 30 րոպեանոց ելույթի համար կոնֆերանսի օրակարգը խախտել են, ելույթներ են հետ ու առաջ գցել, անվտանգության աշխատակիցներ են ժամանել, արդյունքում բանախոսներից մի քանիսը հեռացել են դահլիճից, կանելով նրա ելույթը լսել։ Հեռացողներից է եղել նաև քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ Փաշինյանը խոսել է խաղաղության, հարևանների հետ բարեկամության, իրական Հայաստանի մասին, մինչդեռ հայ գիտնականներն ակնկալել են, որ Փաշինյանն այդ հարթակը կօգտագործի Բաքվում դատվող հայ ռազմագերիների, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ ադրբեջանցիների վայրագությունների մասին խոսելու համար։ Նույն աղբյուրը գրում է այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանի այց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել։ Ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ։ Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում, Հունաստանում հանգստանում է եւ թիմի հետ շփվում է օնլայն եղանակով։ Հայաստան դաշինքի անդամները որպես կանոն հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում։ Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։